Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ազգային ժողովի ներսում մեր գործընկերների հետ տեսնում եք հնարավորինս ազատական մոտեցում է, թե ժամի հետ կապված, թե հարցադրումների հետ կապված։ Սա ոչ թե հանկարծ չդիտարկեք էլի ընթացակարգի չիմացություն կամ չդիտարկեք որպես, չգիտեմ, ինչի անհասկանալի մոտեցում։ Սա արվում է նրա համար, որպեսզի հանրություն տեղեկացված լինի մեր գործունեության մասին, բայց չափերը, սահմանները որոշակի կանոններ պետք է լինեն, Դանիել ջան, հակառակ դեպքում ես ստիպված պետք է լինեմ։ Հակառակ դեպքում մի շարունակեք հիմա նույնիսկ խոսել, ես պատգամավորներին եմ դիմում։ Խնդրում եմ, որպեսզի հնարավորինս լրատվամիջոցները պահպանեն լրատվականներից կան եւ չխոչընդոտեն ազգային ժողովի բնականon գործունեությունը։ Ես կարճ ասեմ, մենք ունենք փաստական տվյալներ, երբ որ որոշակի բռնությանը բնորոշ գործողություններ կատարելուց հետո անձը տեսախցիկների արչև որպեսի քողարկի իր գործողությունները նման ձևաչափով ձեռքերը վեր է բարձել, այսքանը եւ գնահատել ենք դա ըստ էության իր արարքի իրավական գնահատականի մեջ ամբողջությամբ արտացոլված է այդ ամեն ինչը եւ մեջնորդություն ենք ներկայացրել որպեսի կալանքը որպես խափան միջոց ընտրվելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել այս մասով այսքանը եւ հաջորդը ապօրինի գաղտնալսման հիմքով հարցաքննության է կանչվել Նաթան Սրբազանը նշեցիք, բայց գործ չկա։ Դե մենք վարույթը նախաձեռնել ենք ըստ էության այլ հանցակազմով։ Կարծեմ մենք հավաքներին մասնակցելու հարկադրելներ եւ նախընտրական ինչը մենք վարույթ ընդհանրապես որևիցե անձի նկատմամբ չենք նախաձեռնում։ Դա օրենքով է նախաձեռնված, փաստական դեպքի եւ փաստի հիման վրա ենք նախաձեռնում։ Եթե մենք ասենք, որ կոնկրետ վարույթը նախաձեռնել ենք ինչ-որ անձի նկատմամբ, դա կարծում եմ իրավական տեսանկյունից սխալ է։ Որևիցե անձի նկատմամբ փաստի կապակցությամբ ենք վարույթ նախաձեռնել եւ այս քանի որ խոսակցության մեջ նաեւ անցնում էր տվյալ անձը, դրա համար պարտավոր էինք իրեն կանչելու հարցաքննության Տիկին Գրիգորյան։ Այս մասով այսքան է, ընդ որում որքան հիշում եմ նաև օգտվելով իր իրավունքներից, որքան հիշում եմ նաև հրաժարվել է հարցերին պատասխանելուց։ Այս գործով այսքանը, Անիֆի հետ կապված դուք հարցադրում արեցիք, այո, նախորդ անգամ չեմ հիշում, կարծեմ լիագումար նիստում էր, երբ որ հարց տվեցիք, process-ը շարունակվում է Տիկին Գրիգորյան եւ այն դրվագներով, որոնցով որ մենք արդեն հաստատել ենք որոշակի չարաշահումներ, ենթադրաբար չարաշահումներ, այդ մասով բնականաբար մենք արդեն գնացել ենք համապատասխան անձանց դատավարական կարգավիճակ տալու։ Նշեմ, որ գործը ինքը ակտիվացրել եմ ես հենց այն ամեն հսկայական ինքը հսկայական ծավալ ունի, առնվազն բանկային գաղտնիքների տեսանկյունից, բայց Տիկին Գրիգորյան առաջ անցնելով նշեմ էլի մի բան։ Դուք նշեցիք, չգիտեմ, ինչ թիվ հրապարակեցիք, 70 միլիոն ասացիք ոնց։ Ինչ բան։ Թիվ հրապարակեցիք, բայց թույլ տվեք ձեր հետ չհամաձայնվել առնվազն արդեն իսկ որոշակի, որովհետև մենք հիմքեր ունենք, դա այդ ամբողջը չարաշահում չի Տիկին Գրիգորյան։ Ամբողջը չարաշահում չի։ Մենք օրինակ որ դրվագով, օրինակ այս մի դրվագով հայտնաբերել ենք չարաշահում, չեմ ուզում բացեմ, էլի փակգծերը որ դրվագով ենք հայտնաբերել։ Այս դրվագով գնացել ենք մեղադրանքների, բայց ունենք նաև իրականում գործեր, գործընթացներ հետագայում երբ որ արդեն հրապարակային լինի, որ շատ արդյունավետ ծախսվել այդ գումարներն, չի մասին է խոսքը։ Հաստատված ունենք։ Այսօր որ նույնիսկ ընկերություններ կան, որ շահույթով հսկայական աշխատում։ Ես անկեղծ եմ ասում, դուք այս գործերով դուք որ ընդհանուր մի հատ թիվ եք վերցնում, այս տպավորություն է հանրության մոտ, որ այդտեղ, չգիտեմ, ամբողջը չարաշահում, չկա տես բան։ Այս ինչ որ հայտնաբերել ենք, էսի շատ, ուսած չգիտեմ, մյուս դրվագներով, իհարկե ամբողջ դրվագներով քննություն են կարել, բայց դրվագներ կան հսկայական, որ արդեն իսկ հերկվել են ու հաստատվել են, որտեղ չարաշահում տեղի չի ունեցել։ Հետևաբար հանրության մոտ ուզում եմ, որ մեր հանրությունն է տեղյակ լինի, որ դες տպավորություն չստեղծի, էլի, որ Անիֆում, չգիտեմ, ինչ-որ մի հատ տեղեր, որտեղ որ ամբողջ շրջանառությունը սենց չարաշահումների տիրույթում էր։ Հույս ունեմ, ձեր սա հարցերին պատասխանեցի։ Շնորհակալություն։ Արձագանք, բայց հարգելի գործընկերներ, ընդունում եմ էլի հնարավորինս սեղմ, մենք ընդամենը ունենք մոտ 1 ժամ եւ պետք է դեռ
ակորուպցիոն կոմիտեի բյուջետային հայտը քննարկենք։ Այսօր խնդրում եմ հնարավորինս հստակ ձևակերպեք հարցերը։ Պարոն Պողոսյան, վերջից կանք։ Անիֆի մասով ասում եք չեմ ուզում բացահայտել, թե ինչ գործի շրջանակներում է, բայց կարծում եմ այստեղ գաղտնիք չկա, բազմաթիվ անգամներ ես եմ խոսել, մեր հանրությունն էլ գիտի, բայց ես ուզում եմ հերթական անգամ շեշտադրել, որ խոսքը 1.5 միլիարդ դրամի վատման մասին է, որը ոնց է տեղի ունեցել, որ պետական բյուջեից 1.5 միլիարդ գնացել է օֆշորում գրանցված 8 օր առաջ գրանցված կազմակերպությանը, որը պատկանել է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհուն։ Այստեղ ես հատուկ եմ սա շեշտում, որովհետև մեղադրյալների մեջ որևէ կերպ Տիգրան Ավինյանի անունը չի շրջանառվում։ Ես գիտեմ, որ ինքը հարցաքննության է կանչվել, բայց որևէ կարգավիճակ ես փուլում չունի։ Այստեղ էլ հետաքրքիր է, ինչու չունի միջև այսօր որևէ կարգավիճակ, որովհետև առնչությունը կնոջ ընկերուհու մասով ակնհայտ է եւ նրա զբաղեցրած պաշտոնը եւս ակնհայտ է։ Այս մասով էսպես։ Հաջորդը գաղտնալսումների մասով, պարոն Պողոսյան։ Ապորինի գաղտնալսում է եղել։ Դուք ընդունում եք, չէ՞, որ ապորինի գաղտնալսում է եղել, որովհետև որևէ գործի շրջանակներում գաղտնալսում չի եղել, այսինքն դատարանի որոշում չի եղել, որի հիման վրա այդ գաղտնալսումը իրականացվել է։ Ապորինի գաղտնալսման հիման վրա դուք գործ եք հարուցել, բայց ասում եմ, խի գործ չեք հարուցել բուն ապորինի գաղտնալսման հիման վրա։ Եվ 18 թվականին թե 19 թվականներ Վանեցյանին գաղտնալսեցին, ոչ թե գաղտնալսման բովանդակության հիման վրա գնաց քննչական վարույթը, այլ գաղտնալսման փաստի հիման վրա վարույթը հարուցվել։ Այս դեպքում մենք հակառակն ենք տեսնում, որովհետև ձեր նպատակը ի վերջո դեպի կաթողիկոս գնալն է, կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն է, բայց կրկնում եմ, դուք դեռևս վարույթ չեք հարուցել բուն ապորինի գաղտնալսման փաստի հիմքի վրա։ Հաջորդը Գյումրու դեպքերի մասով, պարոն Պողոսյան, ձեզ համար ծիծաղալու չէ ձեր պատասխանը Ռուբեն Մխիթարյանի մասով։ Ասում եք, բան է արել, ասես տակից մի բան արել, հետո ձեռքերը բարձրացրել։ Ամբողջ ընթացքում տեսանյութերում երևում է այդ մարդը կամ ասում է հանգիստ կամ ինչ որ ձեռքերը ասես բարձրացրած, ոչ թե ձև է տալիս, որ հետո ալիբի ունենա, ասի ձեռքերս բարձրացրած, այլ ամբողջ տեսանյութը դրա մասին էր։ Ու հետո դուք այնպես նկարագրեցիք, որ այդ մարդիկ, ովքեր դուրս էին եկել, այդ թվում ԿՊԱ-կանի զոքանչը, գնացել էին բռնություն կիրառելու ոստիկանների նկատմամբ։ Ինչ մենք տեսել ենք, հակառակն ա եղել, ոստիկաններն էին բռնի գործողություններ իրականացնում։ Այստեղ հատուկ ուզում եմ շեշտել նաև անչափահասների նկատմամբ։ Լավ, անչափահասի նկատմամբ բռնությունը կիրառում են, հետո տանում են կալանքի, նրա ճակատագրի վրա խարան են թողնում, բայց ամեն ինչը չեք հաշվարկում։ Անչափահաս երեխան, որ դուրս է եկել հրապարակ, ինքը գնացել է բռնության է ենթարկել Կարմիր Բերետավորին, որի համար Ալֆա Ջոկատին, դուք այդտեղ հատուկ նշում եք, որ հատուկ ստորաբաժանման նկատմամբ բռնություն։ Անչափահաս երեխան Կարեն Սարոխանյանի զոքանչը, մեկ էլ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը գնացել էին Ալֆա Ջոկատին ծեծելու։ Ձեզ համար մի տեսակ տարօրինակ չի, ինչու՞մ էս ամեն ինչը։ Թե ուղղակի պետք էր այդ բանը վախի մթնոլորտը սերմանել Գյումրիում, կոնկրետ անձանց մեկուսասել դա անում եք։ Ամբողջ խնդիրը ստեղ է։ Հոգևորականների մասով, երբ ես գիշերազգեստի մասին խոսացի, ես ինչ որ արձագանքներ նկատեցի ու ես սա շատ ցավով եմ արձանագրում, որովհետև ես չէի ուզենա, որ այն բոլոր մարդկանց հետևից ում հետևից կգնա քննչականի որևէ ներկայացուցիչ, հատկապես եթե նրանք կանայք են, նրանց նկատմամբ այդ գործընթացները տեղի ունենային այն ժամանակ, երբ մարդկանց նույնիսկ հնարավորություն չընձեռներ գիշերազգեստը փոխելու։ Սա ես կրկնում եմ, հատուկ միգուցե այս ամբողջ ողբերգությունների մեջ ամենակարևոր դետալը չի, բայց շատ նուրբ դետալ է, երբ որ մարդուն հոգևորականին թույլ չեն տալիս նույնիսկ շորերը փոխել, հետո նոր նստել խոսակցությունների շարունակությունն իրականացնել։ Հաջորդը, պարոն Պողոսյան, երբ Կիրակի օրով ասում եք, ինչ խնդիր կա, քննիչը Կիրակի էլ աշխատում, շաբաթ էլ աշխատում, ընդհանրապես 24 ժամ աշխատում է, բան չի, տուն չի գնում եւ այլն, իսկ կարող է պատահմամբ համընկելա նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը պետքա գնար Հովանավանք եւ փորձ էր արվում մեկուսացնել այդ բոլոր մարդկանց, բոլոր հոգեվորականներին։ Մի հոգեվորականի չեք կանչել հարցաքննության, բոլոր հոգեվորականներին այդ թեմում կանչել եք հարցաքննության, ծանուցում ուղարկել եք հարցաքննության եք կանչել, բայց հետո դրանից հետո որևէ բան չի հաջորդել, հասկանում եք։ Այլ բան, եթե կանչեիք, հետո ինչ որ գործընթաց լիներ, գործընթաց չկար։ Դուք խնդիր եք դրել ձեր առաջ, քննչականի քննիչը կանչել է տասնյակի 10-ից ավելի հոգևորականներ զուտ, որովհետև որևէ մեկի համար, այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների համար խնդիր չլիներ այնտեղ գնալը, թե հոգևորականներն ինչ պետք անեն, այդտեղ էլ դժվար է ասելը։ Հաջորդ հանգամանքը ավարտում եմ Սրբազանի մասով շատ կարևոր է։ Ես անկեղծ ասած ձեր հատուկ ողջավորվածությունը չհասկացա։
Ձեր էմոցիոնալ պորտկումը չհասկացա, որովհետև դուք այս պահին այն դիրքում չեք, որ դուք նման պորտկում պետք է ունենայիք, երբ որ դուք ասում եք, այ մենք տեսել ենք պլանը, որտեղ գրած է ահաբեկչական գործողություններ, դուք նույնիսկ պոլիփայտերն էիք հրապարակում, որպես գործիք ահաբեկչության, բայց պլանը հրապարակեիք։ Կեղծված ձայնագրություններ եք իրար կցած ձայնագրություններ եք հրապարակում։ Բայց եթե նման անհերքելի փաստ ունեք, որ Սրբազանը, մեր գործընկերը եւ մյուսները ահաբեկչական պլան էին գծել, sense երևի պատկերացրեցի արդեն կինոների նման գրատախտակին sense գծել էին գործողությունները ոնց պիտի իրականացնեին, բա հրապարակեիք։ Ում եք սպասում։ Մենակ ես պետքա դա տեսնեմ, բայց եթե նման անհերքելի փաստեր ունեք, ամբողջ ժողովրդի ցույց տվեք, ինչու դա չեք անում, որովհետեւ տենց բան չկա։ Իսկ բանի հետ կապված տեսեք, այդ գյուլելու այդ պատմությունը, դուք գիտեք, որ ամենաշատը դա է ժողովրդի վրա ազդել, որ այնպիսի տպավորություն եք դուք փորձել ստեղծել, այդ թվում նաև անձամբ դուք, ձեր խոսքով, որ եղել է իշխանության, փորձել է իրականացվել իշխանության զավթում, որի ընթացքում նախատեսվել է մարդկանց գյուլել։ Պարոն Պողոսյան, երբ որ ես ու դուք հիմա ստեղից դուրս գանք, մի հատ քննարկում ունենանք, ասենք, օրինակ ես ասեմ, պայմանական եմ ասում, պարոն Պողոսյան, ես կարծում եմ մանկապեղծերին պետքա գյուլել։ Հետո գնա մեր տուն, սկսեմ քննարկել անհնազանդության ակցիաների միջոցով իշխանության հեռացնելու գործընթաց։ Այդ ընթացքում ինձ ձայնագրեն, այս առանձին կտորը եւ իշխանության հեռացման կտորները միացնեն իրար, ու ասեն, տեսեք, Գրիգորյան Նանան ուզում է իշխանությունը զավթի, իշխանությունը հեռացնի, ձեռի հետ էլ ուզում է գյուլի, բայց չեն ասում է, որ այնտեղ ընդհանրապես այլ խոսակցություն է։ Դուք ստել եք, պարոն Պողոսյան, եւ իմ ակնկալիքը ձեզանից, որ դուք նաև հանրությունից ներողություն խնդրեք, որ մոլորության մեջ եք դրել մի ամբողջ ժողովրդի, ու այդ նույնիսկ ահաբեկչության այդ վատ բանը, ասենց պախարակել եք, հասկանում եք, վաղը ահաբեկչություն փորձեն իրականացնել մարդիկ, որը մեկ այլևս չի հավատալու, շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Գրիգորյան, որ ասում եք ստել եմ, օրինակ ինչ եմ ասել, որ ստել եմ։ Բայց բառացի կկրկնեք։ Չէ, իմ Սա խորհրդարանը քաղաքական գնահատականների տեղ է։ շատ լավ։ Դուք նշում եք, թե Անտիֆի գործով Տիգրան Ավինյանը ինչի կարգավիճակ չունի, հիմքեր չի եղել առնվազն եւ կարգավիճակ չի ունեցել։ Այս առումով այսքանը, այսինքն մենք ըստ ցանկությունների կամ, չգիտեմ, ըստ տրամադրությունների չենք գնում անցած կարգավիճակ տալու։ Հավաստիացնում եմ, որ մեր համար տարբերություն չկա անձի զբաղեցրած դիրքը, պաշտոնը, եթե համապատասխան հիմքեր լինեն, Տիկին Գրիգորյան, վստահեցնում եմ, որ նախաքննական մարմինը այս մասով միջոցներ կձեռնարկի, որպեսզի անձանց տրվի համապատասխան դատավարական կարգավիճակ։ Որևիցե կաշկանդվածություն, որևիցե մեկից չունենք։